Լավ, բա դու ինչի եկար։ Մենք հիմա շատ գործ ունենք։ Հիմա դուրս կգանք բակ, կնստենք խոսենք։ Ես ինձ այստեղ անհամեմատ ավելի լավ եմ զգում։ Բայց մինչ հետ նարեկ լավ կլինի գնաս Սոնային բերես։ Հա, պապ, անդադ զանգում եմ։ Գիտեմ, դրան վեր ասում եմ գնալ բեր։ Լավ, դե ես գնամ վերեմ։ Այմեսին դուրս գանք բակ։ Հա։ Տիգրան։ Ինչ։ Դու մինչև վերջ չես առողջացել, Տիգրան։ Իսկ դու ուրախ չես, որ ես արդեն տանում եմ։ Ուրախ եմ, իհարկե ուղղակի շատ ուրախ եմ։ Համակերպվի այդ մտքի հետ։ Ես քեզ խոստանում եմ, որ երբեք չեմ վատանալու։ Խոստանում եմ։ Դու ինձ հավատում ես։ Դու ինձ շատ ես վախեցնում։ Չէ, դու ինձ ես հավատում։ Հավատում եմ։ Ես քեզ խոստանում եմ։ Արի դուրս գա։ Դուրս գա կմակորդին։ Արի։ Ոնց էի կապվել այդ երեխու հետ։ Մի վարկյան կամ չկասկածեցի, որ իմ երեխեն է։ Մի վարկյան անգամ մտքովս չանցավ, որ խաբում է։ Մի անգամից հավատացի ու հիմա ինչ ամեն ինչ խառնեցի իրար։ Ինչ լավ կլիներ, որ Անան այդպես էլ չիմանար այս հիմար պատմության մասին։ Կանցներ կգնար։ Խանգարում եմ։ Չէ, Աննա, ինչ պիտի խանգարես։ Աննա ինչ-որ բան ա եղել։ Դու չգիտես ինչ ա եղել։ Վերջ։ Վարդան, չգիտես։ Չէ, Աննա, չգիտեմ։ Գիտես ով էր եկել ինձ մոտ։ Օֆիս։ Գիտես։ Չէ, չգիտեմ, Աննա։ Կասես ինչ-որ մի բան։ Իրինան, երեխայի հետ։ Հնարավոր չի։ Պատկերացրու, որ հնարավոր է։ Կխոսես։ Կասես մի բան։ Հա, կխոսեմ։ Ուրեմն այսքան ժամանակ դու ինձ խաբել ես։ Չէ, Աննա, դու սխալվում ես, ես քեզ չեմ խաբել։ Վարդան, այսքան ժամանակ դու ինձ խաբել ես։ Աննա, չէ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, դու կհասկանաս, Աննա։ Իսկ ամենավատը գիտես որն է։ Որ կարողացել ես ուղղակի առանց ոչ մի խնդրի դու ինձ խաբել։ Ուրեմն այդքան կեղծ ես, հա։ Աննա, ասեցի, չէ, ասում եմ, չէ, Աննա։ Դու խնդրում եմ ինձ լսի, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, խոսք եմ տալիս։ Ամեն ինչ կբացատրեմ, դու ինձ կհասկանաս։ Փաստորեն խաբել ես, որ Իրինան հղի չի։ Խաբել ես, Վարդան։ Աննա, ես չգիտեի։
Ես չգիտեի, որ ինքը հղի է, որովհետև Գուգո քեզ կանչում են։ Նեղացել ես ինձանից, չես խոսում հետս։ Չէ, Գուգո, ես չեմ նեղացել, ուղղակի ասում եմ, որ քեզ կանչում են։ Արի ներս։ Բայց չէ, դες նեղացել ես ընը։ Չեմ նեղացել, Գուգո, ասում եմ քեզ կանչում են։ Ախր ես ժամանակ չունեմ, էլի խնդրում եմ, կանչում են, արի գնանք ներս։ Բայց ինչ եմ արել ես քեզ, վատ բան եմ արել, որ չես խոսում հետս։ Գուգո, ոնց ասեմ, որ դու հասկանաս։ Ախր ես հասկանում, ոնց բացատրեմ։ Ես լավ էլ հասկանում եմ, որ նորմալ ասես կհասկանամ։ Գուգո, ես ժամանակ չունեմ, հա, ես գնացի։ Բայց սպասի, խոսում ենք։ Սոնան ինչ է անում։ Արևիկի մոտ է։ Բարձա։ Պապ հաստատ լավ ես։ Հա լավ եմ Նարեկ, լավ։ Սարգսյան հետ խոսել ես։ Խոսել եմ անդադ խոսում եմ, պապ, բայց միտք չունեն անին ազատելը։ Անդադ նոր բաներ են գտնում, պապ։ Քնիչը։ Քնիչի իր գործն է անում Նարեկ։ Հասկանում եմ, պապ, բայց ոնց որ բոլորը մոռացած լինեն, թե ինչ ա եղել իրականում։ Հա։ Ես չպետք է թույլ տայի, որ նա այդքան երկար մնար այնտեղ։ Չէ, պապ, մի բան պետք է անել։ Գիտեմ։ Գիտեմ։ Լավ անի, անմիջապես անցնենք հարցերին, լավ։ Դուք ձեր մոր և նրա ամուսնու հետ միևնույն տան մեջ ապրել եք։ Այո, Եվ ինչքան ժամանակ։ մի տարի, Իսկ այդ ընթացքում ինչ հարաբերության մեջ եք եղել ձեր մոր ամուսնու հետ կոնկրետ։ վատ։ Իսկ ինչի համար։ Անի ինչ-որ պատճառ կար։ Մենք միշտ վատ հարաբերությունների մեջ ենք եղել։ Ինչքան ես գիտեմ, դուք անընդհատ տնից փախել եք։ Շատ անգամ գնացել եք հարևանի տանը, որպեսզի Սերգեյի հետ մենակ չլինեք տանը։ Անի, խոսիր, նման բան եղել է, թե չէ։ Եղել է։ Իսկ ինչի համար ձեզ նեղացնում էր։ Էդ ինչ կապ ունի։ Ունի, որ հարցնում եմ։ Ես աշխատում էի իր հետ մենակ չմնայի։ Երբ որ մայրս տանը չէր լինում, ես գնում էի հարևանի տուն։ Հետո։ Ինչը հետո։ 1000 անգամ փորձել է սենյակս մտնի, հասկացաք հիմա ինչի հետո։ Այսինքն ստացվում է, որ ձեզ մի քանի փորձեր արել է բռնաբարելու։ Նաև դուք այդ ընթացքում նրան դանակով եք դիմավորել։ Ճիշտ է, Անի։ Դուք նրանից դանակով պաշտպանվել եք, թե ոչ։ Անի, խոսիր, նման բան եղել է, թե չէ։ Դուք նրան դանակով վիրավորել եք, թե չէ։ Չէր ասում, որ հղի է, որովհետև վախենում էր, որ ստիպես հրաժարվի երեխայից, ազատվի։ Ճիշտ եմ, չէ։
Աննա իր ասելով այդ ամեն ինչը տենց է։ Բայց եթե ինձ լսես, Փաստորեն դու չես իմացել։ Աննա վերջը կլսես ինձ։ Բա ո՞նց եղավ այդ ճակատագրական